Առաջինի միջազգային ալիքը նոյեմբերի 23-ից Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար ներկայացնելու է երկու նոր հաղորդում։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը առաջինի միջազգային ալիքի շնորհիվ ուզում է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ուղերձ փոխանցել այս նոր ծրագրերով, որ հանրայինը ոչ միայն Հայաստանում ապրող հայերի ալիքն է, այլ աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայերի համար է։ Հայրենադարձի օրագիր հաղորդման առանցքում հայրենադարձներն են լինելու, ներկայացնելու են թե մարտահրավերները, թե հաջողության պատմությունները։ 27 թողարկումներից յուրաքանչյուրում մեկ մարդու պատմություն է, որը ծնվել է արտերկրում, որևէ փուլում որոշել վերադառնալ Հայաստան եւ կյանքը շարունակել հայրենիքում։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար շատ կարևոր է Հայաստանի իրավամբ ճանաչել, որպեսզի իրենք էլ իրենց ինչ-որ մաս կան հայրենիքից, եւ մենք մեր հաղորդումների միջոցով փորձելու ենք հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մեր հայրենակիցներին Հայաստանը ներկայացնել իր մարտահրավերներով, իր հնարավորություններով եւ ժամանակակից լինելով, որպես իրենք էլ տեսնեն, որ Հայաստանը լոկ զգայական տեղ չի, այլ մի երկիր է, որտեղ կարելի է ապրել, արարել եւ վերջապես իրենց երջանիկ զգալ։ Հայաստան համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին է մյուս Հայաստանի կողքին հաղորդումը։ Հիմնադրամը իրականացնում է բազմաբնույթ եւ լայնածավալ ծրագրեր, որոնցից են բնակարանաշինությունը, ջրամատակարարումը, սոցիալական, մշակութային եւ բազմաթիվ ոլորտներ։ Քանի որ մենք Հայաստան համահայկական հիմնադրամի PR թիմը չէր կարողանում ամփոփիչ լուսաբանել այդ ամենը, մեզ անհրաժեշտ էր անպայման, որպեսզի հաղորդում ունենայինք եւ հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության շրջանակում վերջապես մենք ունեցանք այդ հաղորդումը, որը կոչվում է Հայաստանի կողքին։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները մեկ տարի հնարավորություն են ունենալու դիտել հիմնադրամի թե իրականացրած, թե ընթացիկ եւ թե առաջիկա ծրագրերը։ Քանի որ Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերի աշխարհագրությունն էլ սփռված է ողջ Հայաստանով, մենք որոշեցինք այդպես մարզերով լուսաբանել, որպեսզի կարողանանք հենց ամփոփիչ, ամբողջական ներկայացնենք ծրագրերը տվյալ մարզում, օրինակ Արմավիրում, Տավուշում կամ Սյունիքում։ Իդեպ նախատեսվում է առաջինի միջազգային ալիքով ցուցադրել նաև արևմտահայերենի պահպանմանն ու ուսուցմանն ուղղված հաղորդում։ Լիանա Խաչատուրյան, Արման Թովմասյան, լուրեր։